Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հակակոռուպցիոն դատարանի մոտ մարդաշատ է, քաղաքացիները հավաքվել են սատարելու Գյումրու քաղաքապետին։ Վարդան Ղուկասյանին այստեղ են բերել համայնքապետարանից կեսօրից հետո, բացի քաղաքապետից ձերբակալվել է նաև գլխավոր ճարտարապետն ու ևս 6 մարդ։ Հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ, նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որ այդպես նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն ձերբակալված անձիկ եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, որտեղ մեկ հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի։ 24 թվականի համայնքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ է 25 թվականի փետրվարին։ ՔՊ-ի տեխնազոյին կամ պաշտոնակադային հարցեր եք, ինչու է նման բաներ տեղի ունեցել։ Քաղաքապետարանի ներսում չէ ձայնագրությունը արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թյուրիմացաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի, առանձին ԿՊԱ-ականներ ասում էին, թող ճամփորդները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Ասֆաշյանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ։ Ներս էի փորձում մտնել, բայց տեղեկատվություն չեն տալիս, տեղա թե չէ։ Չէ, Վարդան Ղուկասյանը փաստաբան է պես։ Փորձում եք ներգրավել գործում, չեն տալիս։ Չեն թողում ներս մտնել, էլի։ Որևէ տեղեկատվություն չեն տալի, ասում են կճշտենք, ասենք։ Եվս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմադիրների հանդեպ հալածանքները շարունակելու է եւ թե ընդդիմադիր քաղաքապետերին, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ինքը մինչեւ ընտրություններ չեզոքացնում։ Այսօր Վարդան Ղուկասյանին ընտրված քաղաքապետին, ինչպես դուք նշեցիք, առևանգեցին քաղաքապետարանից իրավապահ մարմինները։ Սրան ուրիշ բացատրություն չկա։ Հաստը մնումափաստ վայրենի ձևով լուսամուտներ կոտրելով առևանգեցին եւ ինչպես տեղակ է 23 հոգու վրա էլ գործ են հարուցել, քրեական գործ են հարուցել հիմա խոչընդոտելու համար Վարդան Ղուկասյանին։ Իսկ առավոտյան լարված էր Գյումրու քաղաքապետարանի մոտ քրեական ոստիկանության ներկայացուցիչները համայնքապետարանում քննչական գործողություններ էին իրականացնում։ Բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել համայնքապետարանի մոտ, վիճակը լարվել է, բախումներ են եղել ոստիկանների եւ քաղաքացիների միջև, կան 2 տասնյակից ավելի բերման ենթարկվածներ։ Քաղաքապետին հետնամուտքով են դուրս բերել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ։ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վարգամ են լսեց ձայնագրություն, մեմ ձայնագրություն բերեցի նոր Փակրակ Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց սարքեն։ Ղուկասյանը լսել է դա ինչ գործողություններ է իրականացրել։ Թղթաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եփ է, քաղաքապետարը է դա սա, բայց փաստացի տեսել են, հա, հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերել մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարել։ Հարցազրույց չենք տարի, ժողովուրդ ջան։ Մի հատ ասեց հերիք չի։ Ծառայության մեջ ենք, ժամանակ չկա, հետո եթե ինչ որ հարցեր կա ոստիկանության հետ լրատվական։ Չէ, հիմա դուք չգիտեք ձեր ծառայողները ինչի համար բերման ենթարկվում։ Ես կարող աստեղ մարդիկ կան, իրանց է շատ բան գիտեմ, ոչ չեմ ասելու ես։ Դե ժողովուրդ ջան, այսքանով եզրափակվենք, էլի։ Նախ սկսեմ, որ հենց սկզբից ինձ ցույց տվեցին ներս մտնել եւ պարոն Ղուկասյանի հետ հանդիպել։ Ասացին քննչական գործողությունները, մի քանի անգամ խնդրեցին նույնիսկ փոխ ոստիկանապետին, խնդրեցի որպեսզի թույլ տան ներս մտնեմ եւ տեղում իրավիճակին ծանոթանամ եւ պարոն Ղուկասյանը հետ շփվում, նայում ամեն ինչ նորմալ է։ Թույլ չտվեցին, դե հա, թույլ չտվեցին, ներսը քննչական գործողություններ են իրականացնում, թե իրականում ինչ են իրականացնում։ Ինչի հիման վրա, այսպես հարտարել մարդու վրա։ Դե բան է, ընդդիմադիր քաղաքապետ է, հայրենիք սիրող։ Այո, իրանց մոտ ամբողջ պետական համակարգը։ Մի հատ են Պապոյան Գևորգին ասեք, բանուգորձը թողած այդ հարյուրավոր բեռնատարները մարդիկ քաշվել են, գյուղացիները քաշվել են, բանուգորձը թողած ընկած ստատուսներ գրերով։ Վերիկատո գործոց զբաղվի։ Այս իշխանությունը ինչ կարելի է վստահել, սրանց ոչ մի բան չի կարելի վստահել։ Սրբազանն է կենաց, ինչ եղավ։ Խապեցին, տարան, կալանավորեցին։
Այս իշխանություններից ինչ է սպասում, լավ բան։ Տեսել եք դուք լավ բան, ես չեմ տեսել։ Եթե դուք տեսել եք, ասեք, ես համաձայնում ձեր հետ։ Ինքն է որոշում կայացնող Լեննագան Նոբնստի քաղաքապետ։ Մենք Վարդան Գովասյանը շատ լավ է գճանչենք, շատ լավ գճանչենք։ Այդ ժամանակ ընդրաթերթիկներն արդեն որ դե հաշվվեր, դուք սաղը տեղյակ եք եղել։ Միտեղ լսերը մարավ, միտեղ մոմերը գմծնեին, միտեղ ախր քալացին եկավ ընդրեց, Ռուսաստանի քաղաքացու նախատու թուղթեի որ գար ընդրեր, հնդիկն եկավ ընդրեց։ Դե ես ճիշտ ընդրություն, դե թող թազա ընդրություն տնե։ Սաղը համաձայն ենք, թազա ընդրություն թող տնե։ Եթե կա այդ կոռուպցիոնը, միգուցե սխալ եմ ընդրել, եք ինձ ապացուցեք։ Այս ժողովրդին շատ հետաքրքիր է, ամեն մի դրվագ նոր մենք տեսնենք, մենք ում ենք ընդրել ու ինչի համար։ Թողեք լրագրողներին։ Կառավարությունը չի ասում ամեն բան թափանցիկ է, ժողովրդական է։ Ուրա։ Դե մեզ համար, մեր բոլոր լեննագանցիներից համար լավ մարդ, մարդկային մարդ, չդեմ։ Երկիրը պայ, ոչ թե քաղաքապետին գյումրեցիներից պայ, գյումրեցիներից քաղաքապետը սաղին հաց ու ջուր է տվել։ Եվրոպա թռավոր ստեղ կինոշին է, համես ոստիկանները դուժվան, համես ժողովուրդը դուժվավ, մենք հոգեպես ծանր վիճակ տան, Գյումրին սկան տարիների ընթացքում ես, 100-ամյակների տարիների ընթացքում, նման բախում չեր տեսել, սի կինո էր, հնդկական կինո էր, հանեն սպես չեն հանե, ամոտ է։ Եթե ես երկրի բանին հավատում եք ինչ է լինելու, ուրմն ձայնագրությունն է, սաղ սուդ է, ինչն է ճիշտ որ, ինչն է ճիշտ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, նշելով, որ Գյումրիի քաղաքապետարանում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է 8 անձ։ Այժմ ներկայացնում եմ հատված ձայնագրությունից։ Ես քեզ ամեն մենք դասիգոն ես քան բերնենք ես վերեք ազդեցություն կունենամ մենք սպանչում ենք արի ազնի խոսալը իրանենք քեզ մասամի քանի բան կան սոցիալի բանը ավայ կբի մեկ կենը ես գիտեմ քեզ կդեն ես բանում ես կբի Սակայն ծո մի տեսնյալ դարի կուլավ գիտես ախետոց լավ չէ ծիսած դա քաջի դեր երկա միլիոններն սպեստանին կոնի շարժը օժե բայց չմտա դավայ Գյումրու քաղաքապետն առավոտյան ուղերձ է հղել, մեջբերում է Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն, բայց պետք է հասկանանք, սա միայն մեկ մարդու մասին չէ, սա վերաբերում է ամբողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք գյումրեցիներս պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։ Միացեք, խոսեք, մի լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ, հայտարարել է քաղաքապետը։ Այլ թեմաներ աշխատանքային այցով Իտալիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի էջում, հրապարակելով լուսանկարներ։ Նախորդին էլ վարչապետը Վատիկանում ներկա եղել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 երանելիների սրբադասման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։ Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի գործակցության ընթացիկ հարցերը, նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցուն կից
Լևոնյան վարժարանում հանդիպել է տան Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ավարտին կաթողիկոս պատրիարքը վարչապետ Փաշինյանի նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք եկեղեցական զգեստ, որն օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Զմարի վանքի թանգարանում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Շարունակենք, քաղաքային տրանսպորտն առաջին անգամ դուրս է եկել երթուղի 100%-ով գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանն է արձանագրել։ Սա առաջին անգամն է, որ Երևանի ավտոբուսը, էլեկտրատրանսպորտը եւ մետրոպոլիտենը իրենց պլանավորած շարժակազմերը դուրս են բերել 100%-ով։ Կարծում եմ շատ կարևոր արձանագրում է։ Եվ այսպես Գյումրու քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է Երևանից մինչև գրեթե լուսադեմ հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանի միջնորդությունը։ Քաղաքապետը տեղափոխվել է կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանն է ասել. Հիշեցնեմ, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում 3 Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ։ Համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի կաշառք ստանալու տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը։ Կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու որոշումներ։ Համայնքապետի պարտականությունները կատարելու է Ղուկասյանի փեսան Ավետիս Սարաքելյանը։ Այսօր եւս Գյումրու համայնքապետարանի շենքում քննչական գործողություններ է իրականացվել։ Այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Խոսք են տվել, որ այսօր պետք է երեկոյան արձեռն տան ամբողջ որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկենք։ Ուրեմն, ստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ, եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետև այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի, ուրեմն փաստորեն մենք ականատեսն ենք եղել այս ներկայացված փաստաթղթերից, որ ընդդիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է եւ գաղտնալսումները տեղի են ունեցել, այսինքն մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դա դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանի իր բնակության վայրում նա կարող է ենթարկվել գաղտնալսման։ Այսինքն այդ ընտանիքի անդամները եւս նույն ձևի հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, մենք չունենք այդ փաստերը, բայց այնուամենայնիվ որ կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի, դա փաստ է։ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չէ ու պատժվելու է։ Սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի փոխնախագահն է հայտարարել։ Ռուբեն Ռուբինյանը լսել է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, ընդ որում դատարանի օրինական վճռով արված գաղտնալսումը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Վերադառնալով Վարդան Ղուկասյանի մասով անմեղության կանխավարկածը չխախտելուն, Ռուբինյանն ընդգծել է, որ ձայնագրությունը լսել է բավարար է քաղաքական գնահատական տալու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վարքյան թողեք, հիմա եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։
Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Վարդան Ղուկասյանը կաշառակեր, հաջորդ։ Մի վարքյան, եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Տեղի ունեցավ այն ինչն անխուսափելի էր, այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել Սերժակ Քոչարյանական ուժերի կատարմամբ։ Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է հայտարարել անդրադառնալով վերջին իրադարձություններին։ Նրա խոսքով Հայաստանում այլևս երբեք վերադարձ չի լինելու լափակերությանը, կաշառակերությանը, համայնքն ու պետությունը սեփական գրպաններն ու լափամանը լցնելու միջոցին։ Հարցին արդյոք քաղաքացիական պայմանագիր խմբակցության օրակարգում կա Գյումրու համայնքապետի պաշտոնը վերցնելը, Ալեքսանյանը պատասխանել է, որ այդ պաշտոնը ճամպրուկ չէ, որ վերցվի։ Տեղի ունեցավ այն, ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն, ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել Սերժակ Քոչարյանական ուժերի կատարմամբ, ուղղակի լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումարը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները, այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ։ Հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը, ինչպես եւ Սերժակ Քոչարյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այդ դրանում կարող եք բոլորից էլ մեղադրել, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ Սերժակ Քոչարյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել, որպես իր լափամանը լցնելու։ Շարունակենք, կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, առաջարկելով Հայաստանի քաղաքացիների համար չեղարկել կարգավորումը, համաձայն որի առանց վիզայի Ռուսաստան մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները Ռուսաստանի տարածքում 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ 90 օր։ Այս մասին էկոնոմիկայի նախարարն է հայտարարել ազգային ժողովում արձագանքելով Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին երեկվա ակցիաների վերաբերյալ։ Հիշեցնեմ, վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ եւ հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Նրանք 3 փակել էին հայ-վրացական անցակետերը, փորձել կաթվածահար անել երթևեկը։ Նախկին կանոնակարգմամբ այդ երկրների քաղաքացիները Ռուսաստանում 1 տարվա ընթացքում կարող էին մնալ 180 օր։ Ուզում եմ ձեզնից պարզաբանումներ ստանալ, տևական ժամանակ արդեն մեր բեռնափոխադրողները կանգնել են լրջագույն խնդրի առջև, հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից, հայտնի սահմանափակումների պատճառով, 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում եւ արդեն երեկվանից բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետներում ակցիա իրականացնել, նաեւ նշեմ, որ այդ ընթացքում մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնը բարձրացրել են, այդ ուղղությամբ որևէ մի գործուն քայլ չի արվել, մինչեւ հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի արձանագրված խնդիրը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ։ Վերջիններս տրամադրված են հարցին տալ լուծում, այն է 90 օրը դարձնել 180 օր մեր դիմումի հիման վրա եւ մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում, շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին
տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Սա շատ ուրեմն հստակ։ Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է։ Վարչապետը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ հաջորդ տարվանից 2 տարվա փոխարեն ծառայությունը դառնալու է 1.5 տարի։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Նիկոլ Փաշինյանը բանախոսություն է ունեցել Ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորում համաժողովի ժամանակ։ Խոսել ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին, շեշտել, որ կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է եւ ակադեմիական քաղաք նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է եւ անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Վարչապետի կարծիքով ակադեմիական քաղաքն այն նախագիծն է, որ առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը։ Փաշինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին։ Երբեմն քաղաքացիները գրում են, որ կառավարությանը գրում են, որ կրթական համակարգի այս խնդրեմը կա, այն խնդրեմը կա եւ տպավորությունն է, թե մենք ասում ենք, վայ, չէ, մեր կրթական համակարգը ես ասում եմ, ոնց կարելի է ընդհանրապես խոսել Հայաստանում հանրակրթության մասին, եթե Հայաստանում կան գյուղեր, որտեղ դպրոց չկա ընդհանրապես, լավ գյուղ չասենք, որովհետև էլի մենք էլի այդ անդադ գայթակղությանը տրվում ենք, որովհետև դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխայի համար։ Ոնց կարող ենք մենք կրթական համակարգի համակարգ վիճակը գնահատել բավարար, եթե կան բազմաթիվ երեխաներ, ում նորմալ նույնիսկ միջին վիճակագրական որակի կրթությունը Հայաստանի Հանրապետությունում հասանելի չէ։ Կամ տեսեք, կանխատեսել ապագան ասելով, չէ, ես ժամանակ խնայելու համար չանդրադարձա այդ թեմային, ինչպես կարող ենք, մենք այսօր էլ, ցավոք, մենք այդ իրողություն դեռ չենք կարողացել հաղթահարել, ինչպես կարող ենք մենք դպրոց անվանել այն հաստատությունը, որտեղ չկա ֆիզկուլտուրայի դահլիճ, որտեղ չկա բացօթյա մարզահրապարակ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց մենք դեռ շարունակում ենք դա դպրոց համարել, անվանել դպրոց պաշտոնապես, քանի դեռ մենք նման հաստատություններ դպրոց համարում ենք եւ ունենք դեռևս նման հաստատություններ դպրոց համարելու անխուսափելի անհրաժեշտություն, ուրեմն Հայաստանում կրթական համակարգի վիճակը շատ վատ է։ Ես չեմ ուզում անդրադառնալ բուհական համակարգին, որովհետև չի կարող օրգանապես կտրված լինել։ Մի բուհում մի քիչ ավելի լավ, նույնն էլ դպրոցում, մի դպրոցում մի քիչ ավելի լավ, մի դպրոցում մի քիչ ավելի վատ, բայց եթե մենք խոսում ենք միջին վիճակագրական գնահատականի մասին, իմ գնահատականը հետևյալն է. կրթության համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում վատ է։ Եվ այսպես կտրիչ Ներսիսյանը վաղուց է զրկվել սանից, նա պարզապես մի մարդ է, որն իր նման սանի զրկված մի խումբ մարդկանց հետ զավթել է մայրաթոռը։ Վարչապետն է հայտարարել ազգային ժողովում։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը հակամարտության մեջ չէ հայ առաքելական եկեղեցու հետ, այլ նրանց հետ, ովքեր պղծում են այն։ Ինչ վերաբերում է սանից զրկելուն, ապա սանից զրկված մարդը չի կարող ուրիշին զրկել սանից։ Կտրիչ Ներսիսյանը զրկված է սանից ամուրիության ուխտը խախտելու համար։ Ինչպես նա կարող է որևէ մեկին զրկել սանից, թող նա հանրությանը բացատրի, թե որտեղից ունի կին ու երեխաներ, եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև Գյումրիի քաղաքապետի մասնակցությամբ ձայնագրությանը, որը ներկայացրել էր հակակոռուպցիոն կոմիտեն։ Գիտեք, կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է
որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Եվ այլն եւ բազմաթիվ նա հանրության շատ հարցերի պետք է, նա ոնց կարա մարդ կարգալույծ անի, ինքը կարգալույծ է։ Ինքը ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը։ Մենք ո՞նց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ո՞նց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Հեղափոխությունից անմիջապես հետո որոշ մարդիկ կարծում էին, որ կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխներն ու տեղական քրեական ներկայացուցիչները։ Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում շատ փակագծեր չի բացել, բայց անդրադառնալով որոշ գործիչների նշել է, որ նրանք այդ պահին այլախոհ չէին։ Ալեն Սիմոնյանի խոսքով բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նախարարներ իրենց ծառայություններն են առաջարկել իշխանությանը։ Անունները չտամ, բայց ասեմ, այդ բոլոր մարդկանցից, այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոհ չեն եղել։ Ուրեմն ասում եմ, կրկնում եմ։ Ուրեմն անուններ չեմ տալու, ոչ։ Կարամ sense մի հատ օրինակ բան դրվագ պատմեմ, որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ էլի ինչ կլինի ժողովուրդ թարգեք բերանից մի բացեք թե չէ բոլորի դիմակները այսինքն կբացեմ այսինքն հերթով կասեմ դրա կարիքը չկա այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում երբ որ այդ մարդը ծպտուն կհանի ես կգամ եւ կասեմ հարգելիս այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի էր այս ինչ մարդու հետ, տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք էլ ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնացու է։ Գործող համայնքի ժողովուրդ, եկեք բերանս մի բացեք, ուրեմն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հենց հեղափոխությունը եղավ, մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, որ ինչ որ մարդիկ մտածում էին, որ իրանք պետքա գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում։ Այդպես փորձեր 2018 թվականի առաջի օրվա ինձ եղել, ասեմ ավելի Դուք ես հեղափոխությունից հետո թեխի ես խոսակցությունը բացվեց չգիտեմ հեղափոխությունից հետո 18 թվականին որոշ չպատմեմ այդտենց ուրեմն 18 թվականին ես ինչ որ մի բան նախագահականում էի երբ որ վարչապետը ընդդեմ ամենասկզբի մասին էր խոսքը դուք պետքա տեսնեք ինչքան նախկին պաշտոնյաներ նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ չէ տեսեք ուրեմն դրա այդ շարքը այդ շարասյունը այդ մարդկանց եղելա կա ու լինելու է Իշխող խմբակցությունից արձագանքել են պատիվ ունեմ խմբակցության պատգամավորի ճեպազրույցին Վահագն Ալեքսանյանը հայտարարությունները խնդրահարույց է որակել, դիմել նրան ու ասել, որ արյուն ուզողն այստեղ իրենք չեն։ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները կատարվել են այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն։ Ու սա իմանալով դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին, ասել է Ալեքսանյանը։
Վարդան Ղուկասյանը կամ իր կլանը սպանելա ձեր ընկերներին, դուք նրան քվե եք տվել։ Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում։ Հակառակը, դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում։ Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, բոլոր, գրեթե բոլոր, այն բոլոր դեպքերը, որոնց մասին գիտենք, սպանությունները, արյունը, ամեն ինչը, թափվել է այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ։ Բոլորն անխտիր, երբ որ իր կլանը այդ քաղաքում եղել է իշխանություն։ Ու սա իմանալով դուք գնացել ընտրել եք Վարդան Ղուկասյանին։ Արյուն ուզող մարդը, պարոն Գրիգորյան, այս պայմաններում մենք չենք։ Դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին, որին դուք ինքներդ եք մեղադրել այդ սպանությունների մեջ, որին ձեր ընտանիքը, ձեր ընկերներն են մեղադրել այդ սպանությունների մեջ։ Հիմա ասում եք ԿՊ-ն արյուն ա ուզում, ո՞նց ենք արյուն ուզում։ Մեզ մեղադրում եք, ասում եք դուք ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին ընտրել քաղաքապետ։ Դուք եք ընտրել։ Ստեղ խնդիրը գիտեք որն է, ես հո գիտեմ, որ դուք, ձեր ընտանիքը, այս մեկը, այն մեկը չի ուզում, որ իրանց երեխեքը մեծանան են քաղաքում, որտեղ Վարդանիկը քաղաքապետ է։ Ու դուք այդ երկընտրանքի առաջ կանգնած եք եղել, այո, պարոն Գրիգորյան, ես գիտեմ։ Այդ երկընտրանքի մի կողմում եղել է Սերժը Սարգսյան, մյուս կողմում եղել է Գյումրին, այն երեխեքը, որոնք որ պիտի մեծանային Վարդանիկի ղեկավարմամբ կամ չմեծանային Վարդանիկի ղեկավարմամբ։ Ու դուք ընտրել եք այդ երկընտրանքի մեջ Սերժի։ Հիմա մեզ եկել եք ասում եք դուք արյուն եք ուզում։ Չենք ուզում արյուն, պարոն Գրիգորյան, դուք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել։ Ես կարծում եմ պարոն Գրիգորյանը ուղղակի հումոր էր անում, որտեղ այլ կերպ ընկալել ասվածը հնարավոր չէ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական հերթական նիստը։ Հիշեցնեմ, Սերժ Սարգսյանը մեղադրվում է 20 տարվա վաղեմության մի գործի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Խոսքն Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից հողատարածքների ապօրինի օտարման մասին է։ Նիստից հետո Սերժ Սարգսյանը կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։ Եկեղեցու դեմ կարող է աշխատ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լծված է ամբողջովին չարությամբ կամ էլ կատարում է թշնամու հանձնարարություններ։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է եւ ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային եւ եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Եվ այսպես խոշոր հրդեհ Մալաթիա տոնավաճառում փրկարար ծառայությունն հազանգ է ստացել, որ կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քառակուսի մետր պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել 16:49-ին։ Մենք ստե պրոստ կայնացա, крышից տակեց ծուխ եկավ, но մենք չգիտենք ինչից։ Это ապրես լրիվ ես ով ուստի աշխատում, ով չի աշխատում, շատ շնորհակալություն ուզում ասեմ, то что ինձ օգնել է, իմ ապրանքը գանել է, դել է խանութ, вот մնավանդ է տղեն, շատ ապրես, լրիվ, չէ, просто մի քիչ կեղտոտեմ, շատ մի խանենք, ես աման չունեմ, դա։ Սա Մալաթիա տոնավաճառի տարածքը չի, հարակից տարածքն է։ Մեր մոտ բարբերաբար ստուգումներ լինում է եւ անվտանգության համար ամեն ինչը ունենք, հա, մենք կարողացանք օգնել մի քիչ։ Հա, այստեղ էլ մեր ամբողջ աշխատողները աշխատում էին, որ կարողանանք միասին հանգցնենք։ Հնարավոր էր, որ շարունակվեր դեպի այն կողմ, բայց կարողացանք դեմը առնել։ Մի հոգի վիրավոր էր, իր պատճառով էր վիրավոր, անընդհատ իրան դուրս հանեցին, ոստիկանությունն էր այստեղ, նրան տարան հեռու, եկավ ինքը մտավ, ինքը իրան վնասեց։ Միայն այդ մի հոգին է, որը որ երևի մի ինչ-որ չափով էլ խմած էր։
Լարված իրավիճակ էր Հովանավանքում կարգալույց հռչակված Տեր Արամ Քահանան հրաժարվել է լքելի եկեղեցու տարածքը։ Այստեղ էին նաև ոստիկանության ծառայողներ, գյուղի բնակիչները պնդել են, որ դա իրենց գյուղի եկեղեցին է եւ իրենց քահանան լինելու է Տեր Արամը, որը չի ընդունում իր կարգալուծությունը։ Իմ օծում ով է վերցրել։ Կներեք իմ օծումը ես հիմա քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծում ով է վերցրել։ Իմ օծում ով է վերցրել։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ որ իրանք ասում են չեմ ընդունում։ Արի Հայսուփ ջան, դու էմոցիա ցույց մի տուր, ասեցիր փոխանցեցիր չեմ ընդունում։ Չեմ ընդունում։ Վերջ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Պարոն Ասատրյան, ձեզ աղանդավորներն են սա դառնում։ Կաթողիկոսը ամուսնացած երեխեք ունի։ Ձեզ գնացեք։ Կարգալույց եղած կաթողիկոսը չի կարող կարգալույց։ Տնտեսության ենթակառուցվածքում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետն, անդրադառնալով դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարություններին։ Դա շատ կարևոր որոշում է եւ ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, որն իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդամենը ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդամենը միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետեւ տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞ թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վերկենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Իսկ խորհրդարանում դարձյալ թեժեր, պատգամավորները շեղվել են թեմայից։ Քովիդից մինչև ստորագրված փաստաթղթեր, Վարդան Ղուկասյանի կալանավորում, կատարված ու չկատարված խոստումներ։ Հանդիմությունն ու իշխանությունը դարձյալ միմյանց են մեղադրել։ Ձեր կառավարման ընթացքում երկու կարևորագույն փաստաթուղթ եք ստորագրել, հա, բանի տեսանկյունից։ Նոյեմբերի 9-ը, օգոստոսի 8։ Նոյեմբերի 9-ից մի քանի ամիս հետո տարընթերցումներ սկսեցին, օգոստոսի 8-ից հետո ստորագրելուց 3 րոպե հետո երկու երկրի ղեկավար միջանցք բառ օգտագործեց։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ դուք միջազգային պայմանագրեր կազմել եւ կարդալ չգիտեք, ունակ չեք ուղակի։ Կամ էլ խափում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իրականում պայմանավորվել եք այն ինչ որ իրանք ասում են, բայց փորձում եք խափել, որ ձայն կորզեք։ Ավելի հետ գնանք 18-19 թվական Սիրիա զորախումբ էիք ուղարկել, զորախումբ սակրավորներ, հումանիտար եւ այլն։ Որոշումը չեմ քննարկում, առանձին բանավեճի թեմա է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ Դա կարևորագույն որոշում է։ Զիջում բառը չեմ ուզում օգտագործել, բայց դա կարևորագույն որոշում է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ 0։ Ասում եք ապա շրջափակումը վատ է։ Իհարկե լավ է։ Իհարկե լավ է։ Իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի աշխարհի միտումն է։ Բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չի։ Լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է, իրապես փոխադարձ, ոչ թե թրիփի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչնդոտ անցում, ընդամենը ցորենի
իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է։ Հիմա ղազախական ցորենի մասին, պարոն Թունյան, իհարկե լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծենք, պարենային անվտանգության ապրանք բերենք ավելի որակով կամ ավելի էժան։ Բայց տնտեսական գնից բացի այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին դուք ավելի լավ գիտեք, որտեղ ավելի եք տեղեկացված, քան ես, բայց չեք բարձրաձայնում, որովհետև ձեր դեպքում նեղ քաղաքական շահը գերակայում է ազգային շահին։ Բացի աշխարհաքաղաքական գնից, ինչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Վատ է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չի։ Լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ։ Ինչն է տարօրինակ, պարոն Մանուկյանը ասում է, մեզ մեղադրում է հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ լինելու մեջ։ Այս լուրջ եք ասում։ Վարդանիկը կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում քաղաքապետ ում աջակցությամբ դարձավ մեր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցա բոլշևիկյան բանը, դաշինքը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ եւ եռանդ պետք է ունենա, որպեսզի գա ստեղից խոսա ստի մասին։ Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի ասել լոգոն, ղեկավարը, դա սուտն է։ Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանում եք։ Դրա պատճառով սուտ խոսալու, Սերժ Սարգսյանը այնքան սուտ խոսած, թե գործընկերները, իդեպ նկատի ունեմ, ռուսական կողմին, ԱՄՆ կողմին, թե ժողովուրդը, այդ ստի պատճառով ասաց հերիքա մեզ խափես, ընտրությունները խափում էիք, ելույթներում խափում էիք, թեկնածություն չեմ դնելու, Արմենիկումն եմ հնարել, 99 թվին Սերժ Սարգսյանը Արմենիկումից էր խոսում, դրանից հետո, սենց ասեմ, կարելի է բաներ գրքեր գրել ստի մասին, ու դուք հենց Յարմարկը Չիսլավյան գալ ստեղ լուրջ դեմքի արտահայտությունով սենց բաներ անելով, իմջած ինչ եղավ Աղազարյանի եւ Ասլանյանի հետ ձեր բանակցությունը միացան իմպիչմենտին, այդ լուրջ դարակազմիկ բանակցությունը ինչով ավարտվեց։ Էլ չեմ ասում, իմպիչմենտ էի անում 24 հոգի քվեարկեց, 34-ն չկարողացա։ Այդ լրջությունը, որ սենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ-որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ-որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարող է չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում, մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք այս խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ, ստի մասին մի խոսացեք, սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, ես իմ որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի։ Եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես։
Եվ այսպես խորհրդարանը շարունակել է աշխատանքը, ընդդիմադիր պատգամավորը դիմել է քաղաքացիներին, ասել, որ միգուցե իսկապես հոգնել են այդ որակի քննարկումներից ազգային ժողովում, մեղադրել են իշխանությանը, իշխանությունն էլ հակառակը։ Վերջերս Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի մասին խոսելիս դեռ մեղադրանքը նույնիսկ չառաջադրված մարդը եզրակացությունը տալիս է, ասում է կաշառակեր սրիկա։ Հետո ասում է դա իմ քաղաքական գնահատականն է։ Քաղաքական գնահատական է։ Հիմա Կոչուբաևը, փաստաբան, ընդդիմադիր հայացքներ ունեցող, շատ սուր բառապաշարով, ես անձնապես չէի ցանկանա նման բառապաշարով ստատուս կարդալ, բայց ամեն դեպքում քաղաքական գնահատական է տալիս։ Բայց ինչու է քաղաքական գնահատական տվող իշխանական ներկայացուցիչը հանգիստ խոսում, իսկ քաղաքական գնահատական տվող փաստաբանը ալֆա ջոկատի միջոցով պոլին պարկացվում, բայց ալֆա ջոկատը Ռուբինյանի հետևից չի գնում։ Նորից երկակի ստանդարտներ։ Եվ գաղտնալսման մասին մի բան էլ ասեմ, համատարած գաղտնալսում են, սիրելի ժողովուրդ, մեր անձնական կյանքի իրավունքը ամբողջությամբ խախտված է։ Յուրաքանչյուրս չգիտենք այն, որ մենք քաղաքական գործիչ ենք, հատկապես ընդդիմադիր ենք, գիտենք, որ մեզ գաղտնալսում են։ Միայն չգիտեմ, մեր երեխեքին էլ եք արդեն գաղտնալսում, թե չէ, մենակ այդտեղ մի փոքր կասկած ունեմ։ Համատարած գաղտնալսումներ են։ Վերջերս հրապարակվում է մի ձայնագրություն սրբազաներից մեկի մասնակցությամբ, եւ գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առիթով։ Այլ գործ է հարուցվում այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի առիթով։ Իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանը նշեց, երբ Վանեցյանի հետ կապված գաղտնալսում կար, այդ գաղտնալսման բովանդակությունը քննարկման առարկա չդարձավ։ Իսկ բովանդակությունն էր, որ ասվում էր, դատական իշխանության ուղիղ ներգործություն կա, ասվում էր ուզեք չուզեք, պետքա կալանքի տակ։ Այդ հարցը քննարկման առարկա չդարձավ, քննարկման առարկա դարձավ, թե ինչպես է տեղի ունեցել գաղտնալսումը։ Այս դեպքում իշխանական ներկայացուցիչները գալիս ու ասում են, դե մենք ինչ գիտենք ով է ձայնագրել, այն որ իրենց իշխանական մամուլով ա դա գնացել, հեչ կարևոր չի, իրանք ուղղակի չգիտեն, թե ինչպես է դա ձայնագրվել, իսկապես սիրելի ժողովուրդ, ուշադիր եղեք, Big Brother is watching you, ինչպես ասում են։ Լեզվա մտածելակերպ, Տիկին Գրիգորյան, ձեր լեզվա մտածելակերպը ձեզ մատնում է։ Դուք մարդուն եւ եկեղեցին նույնականացնում եք։ Դուք ասում եք, դուք ինչ եք գնում մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիչ Ներսիսյանի հետ խնդիր ունեք։ Դուք ինչ եք գալիս ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Ասում է, ով քաղաքական գնահատական է տալիս, պոլին են պարկասնում, բա դուք խի պոլին պարկած չեք, ուզում եմ հասկանամ։ Այսենց դուք ձեզ չեն պարկասնի, վստահ եմ, բայց դուք ինչի պոլին պարկած չեք, ուզում եմ։ Ժամանակի հարց է, 2018 թվականից 7 տարի եւ այլ այդ 7 տարուց մինչեւ պատերազմը դուք մեր հետ եք եղել։ Բա ում հետ եք եղել։ Այն ամենասկզբից էլ մեր հետ չեք եղել, կարելի էր կանխատեսել։ Գիտեք ինչ, ես մի րոպե, ես ուզում եմ անձերից վերանամ, ես ուզում եմ հասկանամ, թե մեր ընդդիմությունը, մեր քաղաքական դաշտը, ասենք ինչ հայրանից ներկայացնում։ Ես երեք մի քանի բան մոռացա ասեմ, հանրապետական ներկայացուցիչի, որը որ խոսում էր բանի մասին, որ վարչապետը մոտենալով ԱՄՆ նախագահին ասել է բարև ձեզ, ներկայացել, ասել է հիշում եք ես ինչ մարդն եմ, ուզում հասկանամ ձեր տրամաբանության մեջ եւ դրա մեջ ես ինչ-որ բաներ տեսնում, որով որ փորձում էր նվազեցնել հարգանքի մասը կամ արժեքը իջեցնել, ուզում հասկանալ մի մարդու, որին որ մի անգամ ես տեսել եւ մի մարդու, որը աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, մի մարդու, որը որ գտնում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ տասնյակ երկրի ղեկավարներ կան, պետք է մոտենաս, ասես պրիվետ Ռոբ, պետք է ասես պրիվետ Սերժ, պրիվետ, չգիտեմ, Տրամփ, ուզում հասկանամ այդ ինչ խոսալու բան է, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վեկալած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնար այդ թուղթը փոխանցեր ու նույնիսկ չգիտեին, այսինքն այդ ինչ ձևեր է, այդ ինչ խոսալու բան է, այդ ինչի մասին է խոսքը, բայց վերադառնանք քաղ բանտարկյալ ասացին, Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով ազգային ժողով, որի իշխանավորման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմկահարում էին քաղ բանտարկյալների առարկայության մասին Հայաստանի Հանրապետությունում, որի իշխանության ժամանակ Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, որի իշխանավորման ժամանակ
ընտրություններ են կեղծվել, օպերացիա կալցոներ են եւ այլը, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, չէ՞։ Այսինքն չի կարելի այնպես բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Դա, չգիտեմ, ամոթ բառը մի քիչ երևի տեղին չի։ Այդ impeachment-ը վերջի իմացանք ինչի համար է։ Այդ մարդուն բերել էին, գիտեին, որ վերակերական գործ կա, հեսա վճիռա լինելու, մենք է զարմանում, ասում ենք, սա հանրապետականի մեջ, ստեղ իրանց հոգին տվող մարդիկ կան, հա, փախի այդ մարդուն բերեցին impeachment, այդ ինչ impeachment էր, ակնհայտ է, որ, չգիտեմ, ստեղից էլ չեմ ասում, նույնիսկ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով, ես դրա մեջ վստահ եմ, էլի, իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը, այնուամենայնիվ ես վստահ եի, որ չէին ստորագրել։ Այդ ինչ օպերացիա են անում, օպերացիան հետեւյալն է, որ վարչապետի թեկնածուին 6 դասենք մարդկանց այն ժողովրդի գժի տեղ մի դրեք էլի ներողություն եմ խնդրում էլի դրա համար էլ չեք ընտրվում դրա համար էլ ձայն չեք հավաքում այդ օպերացիա impeachment-ները այդ չգիտեմ այդ չգիտեմ ինչ բառ ասեմ ասենք ամոթ է էլի դուք ապացուցել եք երկու խմբակցությունով որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում դուք 0 OGG ունեք ասում Արարատը այլ ձև եք մեկնաբանում Կներեք, մենք ձեզ չենք մեկնաբանում նրա մեջ, մեղադրում նրա մեջ, որ Սուրմալուն, որը ժամանակին Պարսկաստանից էր անցել ռուսական կայսրությանը, Ալեկպոլի պայմանագրով, իսկ Սուրմալու մեջ մտնում էր նաև Արարատ լեռը, հայտնվեց Հայաստանի տարածքից դուրս, այսինքն մենք դրանում ձեզ չենք մեղադրում, որ տենց է ստացվել, դուք եք կարևորել այդ մոմենտը։ Դուք մեղադրում եք նրա մեջ, որ մենք այլ կերպ ենք սկսում մեկնաբանել խորհրդանիշը։ Դա լավ չի, եւ ես եւս մեկ անգամ չեմ մեղադրում ձեզ, անկեղծ եմ ասում։ Եվ որից մեկ իրավունք չունի մեղադրել Դաշնակցությանը Ալեկպոլի պայմանագրի կնքումի համար, Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքման համար, գիտեք ինչու։ Որովհետեւ այդ պայմանագիրը այստեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց ավելի հստակ ձևակերպում չեմ կարող գտնել, որտեղ ձեր ջեբը գցեցին։ Ձեր ջեբը գցեցին։ Եվ նոյեմբերի 9-ից հետո 2020 թվականին ինձ թվում էր որ մեզ ամենալավը կհասկանա Դաշնակցությունը։ Ամենաճիշտը, կասի Ժորժ ջան, մի կպեք այս մարդկանց։ Խաղը շատ ավելի լայնն էր։ Մենք այնքան մեծ դերակատարություն չունենք սրա մեջ։ Ասեմ թե ձեր ջեբը գցե, որտեղ սովետական հանրագիտարանից Большая советская энциклопедия պարոն Խաչատրյանից իր մասից բաներ։ Մի հատ бан կարդամ էլի որ հասկանաք ոնց են ջեբը գցե։ Дашнаки довели Армению до полного экономического разорения, потопили в крови майское восстание трудящихся Армении. После установления советской власти в Армении 29 ноября 1920 года Дашнаки 2 декабря 1920 года заключили в Александрополе договор с Турцией, предусматривающий уступку ей значительной части армянских земель. Սա ջեբը գցելու դասական տարբերակն է, ասում եմ, մենք իշխանություն ենք հաստատել նոյեմբերի 29-ին, բայց իրանք են մեղավոր այդուհանդերձ, որ դեկտեմբերի 2-ին պայմանագիրը կնքել են։